Պետություն եկեղեցի հարաբերություններին է դարձյալ անդրադարձել ազգային բարերար Սամվել Կարապետյանը անվտանգության ծառայության մեկուսարանից հղած հերթական ուղերձում։ Նա տեղեկացրել է, որ մեր ձևով շարժման կազմում գործում է Հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ մեր ազգային արժեքների պաշտպանության հարցերով աշխատանքային խումբ։ Անդրադառնալով այդ խմբի առջև դրված խնդիրներին, Կարապետյանն ասել է, թե հաջողության հույս ունենալու համար պետք է անել հնարավորը պետություն-եկեղեցի հարաբերությունները կարգավորելու համար։ Հաշվի առնելով գործող սահմանադրական հիմքերը, վստահ եմ, որ սա արագ լուծելի հարց է ու քննարկումները մասնագետների հետ կբերեն ճիշտ բանաձևի ձևակերպմանը։ Ոչ պակաս կարևոր է, որ հոգևոր կյանքը մեր ժողովրդի առօրյա կյանքի անբաժանելի մասը դառնա, ու այստեղ շարժումը ևս անելիք ունի։ Մեր հասարակության մեջ գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրներ, որոնք սպառնում են փչացնել մեր ապագա սերնդի բարոյական կերպարն ու առողջությունը, առաջացել են հենց իրական հոգևոր սննդի պակասից, շարունակում է խոսքը ազգային բարերարը։ Փաստացի կուշտ, բայց հոգևոր արժեքներից ու բարոյական սկզբունքներից զուրկ մարդը, ըստ Կարապետյանի, հասարակությանը, պետությանը, հայրենիքին բացարձակ օգուտ չի բերում եւ չի էլ կարող բերել։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր ազգային նկարագրի, մեր բազմահազարամյա մշակույթի անբաժանելի մասն է։ Այս բացառիկ արժեքի որ մասն ենք մենք կարողացել ցույց տալ աշխարհին ու հպարտանալ դրանով։ Անկախության շուրջ 35 տարիներին գուցե այդ հնարավորությունը չի եղել, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով, բայց արդեն շատ մոտ ապագայում մենք պետք է այնպես անենք, որ բոլորն իմանան, թե որտեղ է Հայաստանը, որտեղ է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, ու թե ինչ հարուստ արժեքային ժառանգություն են թողել մեր քրիստոնյա նախնիները աշխարհին։ Անելու ենք մեր ձևով ուղերձն այս հայտնի ձևակերպումով է եզրափակել Կարապետյանը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։